կարող ես թեման շրջանցել, որովհետև դա անբարոյականության վերջն էր, թե ինչպես այս իշխանությունը սրբապիղծ ամենավերջի կարմիր գիծն էլ անցավ, իհարկե որ իրենք անցնելու էին ցանկացած կարմիր գիծ, ես դրանում 1 րոպե անգամ չէի կասկածում, բայց կային մարդիկ, որ ասում էին դե չէ, հո դա չեն անի, եւ արեցին, մենք տեսանք, որ իբր ինչ-որ մի տելեգրամ ալիքով տարածվեց այլանդակ ուրեմն կադրեր Արշակ Սրբազանի վերաբերյալ, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, ես դա արհեստական բանականությամբ է սարքված չի, որովհետև արհեստական բանականությամբ իհարկե ամեն մի սրբապղծություն հնարավոր է սարքել, եւ ես ավելի քան վստահ եմ, որ ընտրական ցիկլին ընթառաջ իր բոլոր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ այս իշխանությունը անելու է նման սեռագար, նման սեռական բնույթի ապականություններ, բայց այստեղ խնդիրը դա չէ։ Կրկնում եմ, ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա սարքված էր, թե սարքված չէր, ի վերջո այդ խնդիրները եկեղեցու ներքին խնդիրներն են եւ եկեղեցին իր հոգեվոր խորհրդում այդ խնդիրները պիտի լուծի, բայց մենք հասկացանք, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը կարող է ցանկացածիս անկողին մտնել, ով կարող է ցանկացածիս երեխային պղծել, որի համար բարոյական որևէ կարմիր գիծ չկա, դուք պատկերացնում եք, Ալիևը հայտարարում է, որ ինքը շարունակելու է իր նվաճողական քաղաքականությունը, հա, ես հիմա կցիտեմ Ալիևի պատգամավորներից մեկին, իդեպ հենց Յենի Ադրբեջան խմբակցության պատգամավորին, ով 2 օր առաջ հայտարարեց, յուրաքանչյուր ադրբեջանցի պիտի իմանա, որ ցանկացած հայ պոտենցիալ ահաբեկիչ ու մարդասպան է եւ փոխանակ այս խնդիրներով զբաղվել, այս իշխանությունը մտնում է յուրաքանչյուրի անկողինը եւ շատ կարեւոր էր, որ հանրությունը ուղղակիորեն իր նողկանքը արտահայտեց տեղի ունեցածի հանդեպ, բացի իրենց սրբապիղծ պորնոգրաֆիկ ֆեյքերից, որևէ քաղաքացի, անգամ նրանք, ովքեր երբևէ ասենք, չգիտեմ, քաղաքական դիրքորոշում չեն հայտնել, անգամ նրանք, ովքեր այս իշխանության սատարողներն են, նրանք ասեցին, որ սա անբարոյական է, սա սրբապիղծ է, այս իշխանությունը այլևս ոչ մի տաբու եւ ոչ մի բարոյական գիծ չունի, եւ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ սրա նրա անկողինը մտնելը եւ այդ անկողինը հրապարակելը, դրանով ինքը ատելության մի կատաղի դոզա հերթական անգամ ուղղեց իր ընտանիքի եւ իր իշխանության հանդեպ, իրանք այդ այլանդակությունները պահել են, որ ընտրական փուլում ցպնեն, իրենք հասկացան, որ դրանով իրենք իրենց հանդեպ անտանելի, անտրամաբանական, զարհուրելի չափերի ատելություն գեներացրեցին եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, որ այո, եկեղեցում խնդիրներ կան եւ դրանք պիտի լուծվի, անգամ նրանք սատար կանգնեցին հայ առաքելական եկեղեցուն եւ ասեցին իշխանություն դու փչացած ես, դու անբարո ես, որ կարող ես անգամ այդ դնոն, այդ անկումը, որ կարող է լինել անհատակ, որովհետև այս իշխանության բարոյական անկումը, այն հայտնի օրենքը կա, այն անկումը վակուումում, որին ոչինչ չի խանգարում, կոչվում է ազատ անկում, դուք ցույց տվեցիք, որ ձեր դնոն, ձեր անկումը անհատակ է, դուք անընդհատ անկում եք ապրում եւ դեռ չեք հասել վերջի հատակին, բայց այն ապտակը, որ այդ պորնոգրաֆիկ սրբապիղծ կադրերը դուք տարածեցիք եւ մտածում էիք, որ ժողովրդի մեջ ինչ որ դեպի ձեզ սատարող ուրեմն շարժում է առաջանալու, դուք տեսաք, որ ձեր հանդեպ ատելությունը ավելի բյուրեղացավ եւ ձեր հանդեպ նողկանքը ու ատելությունը ավելի մեծացավ։ Սա այս մասով